սիրելի հանդիսատես, ողջույն բոլոր նրանց, ովքեր քայլ առ քայլ հետևում են Հայ Սուպերստար 4 համահայկական նախագծին։ Այդ ընթացքն իր հետ թեժ մրցակցություն է բերում եւ բնականաբար անզիջում պայքար գնալով նվազում է մեր մասնակիցների թիվը եւ մնացել են արդեն 6-ը, այդ 6-ի շուրջ շատ մեծ ասեկոսեներ են, այդ 6-ին արդեն գնալով շատ-շատերն են սիրում։ Բարի գալիս Հայ Սուպերստար 4 համահայկական նախագիծ Շանթի եթերում։ Մրցութային 7-րդ գալահամերգն է Շանթի եթերում։ Եկեք բեմ հրավիրենք այն 6 մասնակցին, ովքեր ամիսներ շարունակ այս բեմում կերտում են իրենց վաղվա օրը։ Այն 6 մասնակցին, որոնց համար արդեն գոյություն ունեն հատուկ պաստառներ։ Ես սիրում եմ քեզ Գոր, ես սիրում եմ քեզ Սուրեն։ Բարձացեք բոլորը։ Իվետա, Ձիվետա, Ռաիսա հրաշքաղջիկ, Հայկ դու վերջն ես կամ Ռաֆի, բարի, մի խոսքով, վայելեք այս ապահարությունները և ցած իջեք Հայ Սուպերստարցիներ։ Ահա մեր հերոսները, Ռաֆի, Հայկ, Ռաիսա, Իվետա, Սուրեն, Գոր։ Կար ժամանակահատված և այս կլորակի վրա չէի տեղավորվում մասնակիցները գնալով բնականաբար մաղվում են, լավագույն 6-յակը այսօր կրկին ներկայանալու է ռոք և փոփ-ռոք ժանրում, բայց այդ ամենը կատարվելու է Արվին Քոչարյանի ականջների համար հասու լեզվով, այսինքն հայերեն են երգելու մեր մասնակիցները։ Հայկական ռոքն է իշխում այսօր Շանթում։ Այո, մենք համոզված ենք, որ նրանք ամեն ինչ կանեն ըստ արժանվույն ներկայանալու համար։ Նառային սպասվում է հետաքրքիր զրույց 6 մասնակցի հետ, բայց դրա համար մենք պետք է Նառային և մեր 6 հայ սուպերստարցիներին շատ ջերմ ծափահարություններով մեր հատուկ կանաչ սենյակ ուղևորենք։ Համեցեք։ Նառան 6 մասնակցի հետ արդեն կանաչ սենյակում է, մենք սկսում ենք Հայ Սուպերստար 4 համահայկական նախագծի թվով 7-րդ համերգային ծրագիրը կրկին ռոքին ու փոփ ռոքին նվիրված, այս անգամ հայերեն և անգլերեն։ Ծափահարում եք են մարդկանց ու միշտ սովորեք ծափահարելու մեր անկրկնելի եռյակը Իգոր Գլումով։ Ավտոմեքենաների կոլեկցիա, փոքրիկ ավտոմեքենաների կոլեկցիա ունեցող հրաշալի ֆոտո նկարիչ Արվինն է, Արվինը Քոչարյան։ Հրաշք հուզականություն ունեցող մարդ, ով իր պրոֆեսիոնալությամբ անկրկնելի մասնիկ է, Նայիրը Գյուրջինյան։ Շնորհակալություն։ Շարունակում ենք ծափահարությունները մարդկանց, ովքեր ապահովում են լավ ռոքը մեր եթերում։ Խոսքս իհարկե անկրկնելի երաժիշտների մասին է։ Հարվածային գործիքներ Կորյուն Բոբիկյան, բաս գիտար Արտուր Մալիտվին, գիտար Վարդան Գաբոյան, ստեղնաշարային գործիքներ Արմեն Զամուկաշվիլին։ Այս պրոֆեսիոնալ խմբի ղեկավարն է դաշնամուր և ստեղնաշարային գործիքներ Սամվել Հովհաննիսյանը։ Եվս մեկ անգամ պետք է ծափահարենք ու շատ բարձր պարուսույց Մարինա Մարտիրոսյանին, վոկալիստ Ռուզաննա Ջամբազյանին, ոճաբան Հասմիկ Բաղդասարյանին, երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանին, նախագծի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանին, ուզում եմ հատուկ ողջունել դահլիճում նստած նաև բոլոր դուրս եկած մասնակիցներին, որոնց շարքում է Մոսկվայից վերադարձած Աննա Դովլատյանը։ Բարև Աննա ջան։ Իսկ հիմա կապվում ենք կանաչ սենյակ, հասկանանք առաջինը Նառային հյուր ով է։ Մեր առաջին մասնակիցը Գոր Հարությունյանն է։ Նա այսօր կատարելու է Էմփիրեի «Դու չգիտես» երգը, երաժշտությունը Կարեն Արզումանյանի, իսկ խոսքը Գիսանե Պալյանի։ Այ ասա խնդրեմ Գոր, առաջին անգամ ես, որ առաջինն ես ներկայանալու, հուզմունք կա թե չէ։ Այո, անպայման հուզմունքը կա,
Բայց շնորհակալ եմ Գիսանային, որ վստահեց ինձ, որ ես այսօր պետք է բացում անեմ համերգի։ Շնորհակալություն քեզ Գիսանե։ Որ ասում են Գիսանե Պալյան, խոսքը երաժիշտ Գիսանե Պալյանի մասին է, բացի պրոդյուսեր լինելուց։ Եվ գեղեցիկ երգերի հեղինակ Գիսանե Պալյանի ու Կարենի մասին է։ Իսկ ինչն է դուր եկել քեզ այս երգի մեջ։ Երգ ընդհանուր շատ եմ դուր եկել, թե բառերը, թե երաժշտությունը ընդհանուր ռիթմ կա, տժ կա մի քիչ մեջ։ Ինչա։ Տժ կա երաժշտության մեջ։ Տժ։ Այո։ 6 հոգի են մնացել, արդեն ինչ ուզում են խոսում են։ Լավ, քեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Ավետ կարող ես դիմավորել Գոր Հարությունյանին, իսկ մինչ այդ ասեմ, որ մեր մասնակիցները խոսելու են իրենց նախասիրությունների մասին, ինչ են սիրում առհասարակ եւ ինչ չեն սիրում։ Խնդրեմ, կարող եք դիտել։ Շատ լավ, Արմավիրի արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչը Սուպերստարում ինչ է սիրում, ինչ չի սիրում տեսանյութով։ Սիրում եմ, որ ինձ վստահում են, սիրում եմ ինչ շրջապատող ամեն մի լավ բան, որովհետեւ եթե ինչ-որ մի բան քո համար լավ է, դու սիրում ես արդեն, փորձում ես համակերպվել ու լավ զգալ։ Սիրում եմ այն ամեն ինչը, ինչ ինձ տվել են իմ ծնողները, թե դասիրակությունը, թե շնորհքը, թե այն ամեն ինչը, որ ես ամեն ինչի մեջ, որ ես ապրում եմ։ Ինչ ունեմ, դրանով բավարարվում եմ ու սիրում եմ։ Չեմ սիրում, երբ որ ինձ չեն վստահում, ինձ խաբում են, մեր տան մեջ չկա այդ բանը, որ ստել, մեր ընտանիքի երևի ամենա լավ կողմերից մեկն է, որ մենք պետք է չստենք։ Չեմ սիրում, որ մեկի անհաջողության վրա կառուցում են իրենց հաջողությունը ու չեմ ուզում հանկարծ մի բան այդպես նկատեմ հենց այս պրոյեկտի մեջ։ Աստված ոչ անի, ես չեմ սիրում այդպես բաներ։ Թող ամեն մեկը լինի սերով, միշտ սիրի, թող այնպիսի բաներ չլինեն, որ ինչ-որ մեկը ասի, ես չեմ սիրում։ Թող միշտ այնպիսի բաներ մեզ շրջապատեն, որ մենք միշտ ասենք, որ սիրում ենք։ Որպես ինֆորմացիաներ այսօր երաժշտական գործիքների մասին եմ խոսելու ես եւ առաջին հերթին ուզում եմ խոսել բնության մասին, որովհետեւ բնությունը ամենալավ երգահանն է ու հարյուրավոր թռչունների ձայներ, եթե պատկերացնենք, իսկ եթե պատկերացման մեջ նաեւ միանան մեր երաժիշտները, լավ կլինի։ Կենթանական ձայներ, ծառերի տերևների շրշյուն, ամպրոպ, անձրև, կօգնեք ինձ պատկերացնել այդ ձայները, թե չէ։ Ոնց։ Այդ որն ով է։ Նյա, հասկացա։ Ամպրոպ կա, ինչ-որ չէ։ Այսպեսի տաղանդավոր երաժիշտներ ունենք մենք։ Մի խոսքով, բնությունը ինքն է ստեղծել երաժշտական գործիքները և հենց այդպես էլ առաջացել են դրանք նմանակելով այն, ինչ մեզ տրամադրում է բնությունը։ Այս երիտասարդի բնությունը շատ լավն է, գուցե Արմավիրից է, ծափարենք, Գոր Հարությունյանն է երգում։ Samar otar Chanapane keskanchum bolor Atsasuhidas de ukaror Chanapane mespasun koshor Khostanume irakan yeras Chanapane atzevor peshor Basieski vordu kagas Minor uhi use
Եկել ես ամբողից մռայլ Սվերներից ու մաչկերում գիշեր Ձերմագին արեկակի մի պայլ Գտամ ես քեզ գտամ Մի նոր ուղի ու սեր Ուրախան հոգորեր Դու չգիտես որ այս կյանքում Կա մի հեռու ու վար աշխարհ Որ մեզ դասում է խեն դասում համար Ու վարում է սրտի լույսերը Դու չգիտես որ քեզ համար Ես այդ աշխարհն եմ հորինել Դու կլինես այնտեղ ազատ ու խեն Չիմարի եմ երբեք մեր սերը Մի նոր ուղի ու սեր Ուրախան հոգորեր Դու չգիտես որ այս կյանքում Կա մի հեռու ու վար աշխարհ Որ մեզ դասում է խեն դասում համար Ու վարում է սրտի լույսերը Դու չգիտես որ քեզ համար Ես այդ աշխարհն եմ հորինել Դու կլինես այնտեղ ազատ ու խեն Չիմարի էլ երբեք մեր սերը Գոր Հարությունյան Արմավիր Գորի մասին մեծն գորը կխոսի Ուղղակի տարիքով մի քիչ մեծ երևի Բարև ձեզ, բարև Ես երեկո այդպես չեմ կարծում որ միայն տարիքով, բայց ոչ Հերթական կիրակին, հերթական անգամ մեր սիրելի քաղաքի և մոտակա բնակավայրների փողոցները դատարկվեցին, բոլորը գնացել են Շանթ TV նայելու, շնորհավորում եմ բոլորիս Հույսով եմ, որ կանցնեն տարիներ և մեր մասնակիցների համերգների ժամանակը դատարկվի փողոցները և նրանք ունենան չեն մոռացվի համենայն դեպս և չեն կորի Ես նախ ուզում եմ մի հեռուստադիտողի բարևել Համլետ անունով, որը շատ խնդրեց, որ ես մի խնդրանք փոխանցեմ իր կողմից մեր բոլոր մասնակիցներին, Գորին Հանձինս, Գորին Իվետային, Հայկին, Սուրենին, Ռաֆին և Ռաիսային եմ դիմում Համլետի անունից, նա շատ խնդրեց, որ դուք դառնաք հայտնի, չփոխեք ձեր սիրուն և գեղեցիկ անունները և չդառնաք վլե, ճկե, պկե, ինչ-որ տենց բաներ, խնդրեց, դա իրա խնդրանքն է, ես էլ եմ մի անում, իսկականից շատ սիրուն անուն ազգանուններ ունեք, ընչեք փոխել։ Գորը դժվար է փոխել, գրո, գրե։ Չփոխես Գորջան։ Չեմ ուզում նրա մասին խոսամ, որ ես եմ անունս փոխել, անունս չեմ փոխել։ Երգի մասին Գորջան շատ լավ էր, տժժիկը փոխանցեցիր և մեզ և Դահալիչին և երևի թե հեռուստադիտողին։ Այսօր առաջի անգամ ոչ մի քյարթու բան չլսեցի։ Ոչ մի ավելորդ կլկլոց, ոչ մի ավելորդ ինչ-որ ձայնի տատանում, ձախ, աջ, վերև, ներքև, ինչ շատ դուր եկավ, մնում է մի քիչ էլ սովորես աչքերդ բաց Դահալիչի հետ կապ ունենաս ու ոտքերի տակ մի քիչ նայես, մնացածը նորմալ է։ Շատ լավ երգեցիր, ապրես։ Գորջան, իսկականից այսօր երևի առաջի անգամ ամբողջ մեր այդ համերգների ընթացքում, որ դու առաջին ես երգում ու ինձ թվում է այսօր քո ինտոնացիոն մի փոքր ոչ ճիշտ նոտաները հենց գալիս են դրանից քո հուզմունքից, որովհետև առաջին ես բացում ես համերգը Այդ Գորա ասեց տժիկը կար, էներգետիկան իսկապես կար ու զգացվում էր ակնհայտ, որ երգը քեզ շատ է դուր գալի։ Ես ուղղակի խորհուրդ կտայի, որ դու մի քիչ ավելի շատ աշխատես առոգանության վրա, որտեղ կուպլետների տեքստը համարյա թե չէր կարդացվում։ То есть տեքստի վրա պետք է առանձին նստես, առանց երաժշտության, հայլուդեմ եւ շատ կոնկրետ
տեքստի վրա աշխատես, որ երգելու ժամանակ, երգի ժամանակ ոչ մի բան, ոչ մի բառ չկորի, որ տեքստը հասկացվի սկզբից մինչև վերջ։ Իսկ ընդհանուր կատարումը ինձ շատ դուր եկավ։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն Արվին։ Վոկալի մասերը ասեցին, ես մի քանի հատ բան նկատեցի ընթացքում։ Նախ եւ առաջ իմ կարծիքով հագուստը չէր շատ համապատասխանում։ Կարելի ավելի աշխատած հագուստ մտածել։ Ուրիշ բան մի քիչ շարժումները, չգիտեմ այդ բառը ոնց է, էստրադայնոտ էր ավելի։ Այդ pop rock, այդ ազատ, այդ շփում վիճակը չկար։ Այսինքն այդ որ հանդիսատեսի հետ աշխատես եւ իրանք սկսեն քեզ հետևել։ Դա ամենակարևոր բանն է բեմի վրա։ Այս ոչ, մանավանդ այս ոճը։ Տեղում ինչ որ ձեր ոտ առանձին շարժելը դա այդքան էլ էս ոճի հետ չի համապատասխանում։ Ապես։ Մերսի։ Շնորհակալություն Գոր, համեցեք։ Գոր արդեն են վիճակն է, որ օրինակ եթե քեզ թվում է լավ ու մեկը ինչ-որ մի վատ բան է ժյուրիից ասում կամ ինչ-որ մի դիտողություն արդեն շատ եք սկսում նեղվել, թե բացարձակ։ Ես իմ անունից կխոսեմ, ես վատ ոչ մի բան չեմ տեսնում այս պրոյեկտի մեջ։ Երգելու ընթացքում եկե երգելուց հետո։ Դիտողություններ ես կարելի է համարել ես խորհուրդ։ Որտեվ դու ամենադիտողություն ընդունող երիտասարդ ես ճանաչվել։ Որպես խորհուրդ ես շատ ընդունում եմ եւ աշխատում եմ ինձ վրա։ Համենայն դեպս ասում են իսպար վերացել է քարտուությունը։ Եթե կա կարիք, մենք կարող ենք հիշեցնել։ Մի փոքրիկ հատա, չէ։ Գոր քեզ հաջողություն։ Հիշեք, որ այսօրվա համերգային ծրագիրը բացեց Արմավիրցի Գոր Հարությունյանը, իսկ մենք շարժվում ենք առաջ։ Շանթի եթերում կրկին pop rock-ն ու rock-ն են տիրում, ձեր սիրելի ոճը, ձեր սիրելի ժանրը մեր եթերում։ Նառա, ով է քեզ մոտ։ Ինչպես տեսնում եք, կանաչ սենյակում մեզ մոտ հաջորդ մասնակիցը Իվետան է։ Եկեք եւս մեկ անգամ ծափահարենք Իվետային այս չքնաղ արտաքին տեսքի համար։ Նա այսօր կատարելու է Սուսաննա Պետրոսյանի «Սեր ուրիշ ոչինչ» երգը, երաժշտությունը Մարտին Միրզոյանի, իսկ խոսքերը մեր բոլորիս կողմից շատ սիրված Ավետ Բարսեղյանի։ Այս երգը առաջին սիրո մասին է, պատմում է այդ հոգեվիճակը, ու թույլ տուր քեզ ասել, որ համենայն դեպս քեզ ծանոթ է այդ հոգեվիճակը։ Եվ եղել է ժամանակ, երբ դու ես օթերով քայլել։ Ճիշտ ասած, Չէ, ես իմ կյանքում եղել է, այդ պատճառով ենք այսօր իմ զգեստը կարմիր գույնի ընտրել, որովհետև եղել է եւ հիմա չկա, ու ինձ թվում է կարմիրը շատ կայացած գույն է, ավելի հասուն գույն է եւ ես իմ ձևով եմ կատարելու այդ երգը։ Անցյալում ապրած այդ զգացմունքը օգնում է քեզ բեմում ել ավելի լավ կատարելու համար։ Եթե երգիչը այդ երգի խոսքերը, երգի իմաստը ապրել է, ինձ թվում է չի խանգարում, հակառակը օգնում է իրան երգի համար, բայց ես ասեմ, որ շատ էմոցիոնալ մարդ եմ եւ եթե իմ հոգին ես շատ եմ բացում, կարող է նաեւ ինձ շատ խանգարի։ Նար մենք ենք ուզում Իվետա։ Խնդրեմ։ Կարող ես գնալ։ Բաց թող նրան դեպի մեզ մոտ։ Ասեմ, որ ես ճիշտ ասած հիմա մենակ չեմ գնալու, ես խնդրում եմ, որ տղաները ինձ օգնեն իմ զգեստը։ Այո, դու օգնության կարիք ունես, այսպիսի չքնաղ զգեստով կարծում եմ անպայման պետք է մի խումբ տղաներ քեզ ուղեկցեն, Ավետ կարող ես դիմավորել։ Այնքան բան կա, որ ես սիրում եմ, ու այնքան բան կա, որ ես չեմ սիրում։ Առավոտները ես չեմ սիրում, երբ որ իմ բուդիլնիկը զարթուցիչը զանգում է, եւ ես պետք է արթնանամ, բայց սիրում եմ, երբ որ ձեռքս գցում եմ, անջատում եմ ու 5 րոպե ավել եմ քնում։ Ես սիրում եմ առավոտները, երբ որ իմ կոֆեն եմ խմում, չեմ սիրում, երբ որ այդ վաղտ ինձ զանգում են։ Ես սիրում եմ, որ ես ամեն առավոտ պետքա երաժշտությունով արթնանամ, ամեն գիշեր պետքա երաժշտությունով քնեմ։ Ես չեմ սիրում Գերմանիայի ցուրտը, սիրում եմ Հայաստանի ջերմությունը։ Ես չեմ սիրում Հայաստանում մի բան, որ աղջիկը փողոցով անցնում է, մեկի մի հատ ավտո է անցնում, ու տեսնում ես, որ Սև Շուշան միջև այստեղ իջնում է, մի հատ հայացք կանգնում այս կողմ, ու ավտոն արագ անցնում է, չեմ սիրում։ Ես սիրում եմ անկեղծություն։ Իմ կյանքում մի անգամ եմ շատ սիրո համար ստել, ու հասկացա, որ ստել պետք չի կյանքում։ Ես սիրում եմ, որ ես գիտեմ, որ ես կարամ սիրեմ։
բայց չեմ սիրում այն փաստը, որ ես այնքան եմ սիրել, որ ընկել եւ փշրվել եմ, բայց սիրում եմ նաեւ այն փաստը, որ ես ինձ հավաքեցի ու նույնիսկ նորից կառուցեցի Իվետ Ամոկոչյանին։ Ես սիրում եմ, որ ես այդ ուժի մեջ գտա, որ ես կարամ պայքարեմ, որովհետեւ ես դա չգիտեի, ես դա նոր եմ իմ մեջ գտել։ Թու, այնքան բան կա կյանքում ատելի։ Ես չգիտեի։ Ես Սևակի խոսքերին ինչ պետք է ավելացնել։ Գիտարա լատիներեն բառ է, որի ցակումը կապված է հունական կիֆարա բառի հետ։ 16-րդ դարը համարվում է կիթառի զարգացման ոսկե դար։ Մեզ հայտնի առաջին կիթառը պատկանում է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջի թանգարանին։ Այն ստեղծվել է Ոմն Մելչիոր Դիասի կողմից Լիսաբոնում 1581 թվականին։ Պատմական ակնարկը շարունակում է Իվետ Ամոկոչյանի ելույթը։ Ողջունեք 02 համարի ներկա Իվետ Ամոկոչյան։ Աչքերն այսօր կարծես լցվել են տես մի նոր փայլով ինձ համար երկինքն այսօր դարձել է նոր ու գունավոր սիրն ուժեղ զարկում մի տարակ ճախրում կյանքի ամեն վագյան եմ զգում ամեն շնչամ իմ կյանքում առաջին անգամ եմ զգում սերեջ ինչ ու ամեն ինչ փոխվել է ու ծանոթ չէ ինձ իմ կյանքում առաջին անգամ եմ զգում սերեջ ինչ ու ամեն ինչ փոխվել է ու ծանոթ չէ ինձ սեր ուրիշ ոչինչ նոր իմաստ եմ քեզ գտել այս խոսքերում սիրել ու հեքիաթ են օծվել հոգուս համար առանց խավար ու էջի տխրի սիրտը փախրուն իր մեջ
Շնորհակալություն։ Իվետայի բալեշիկները շատ ակտիվ են, շատ ակտիվ եւ Իվետա ջան բարև։ Եթե դուք դեր ինտերվյուները սկսում եք ինչ չեք սիրում, ինչ սիրում եք, ես էլ եմ ուզում այսօր սկսեմ քո ելույթից հետո նրանից, որ շատ եմ սիրում, որ կինը դուրս է գալի բեմ ու անում ամեն ինչ, որ 3 տղամարդ իրար շորը բռնեն ու ուղեկցեն իրեն։ Բրավո, որ կարող Հասկացար Գորին չսիրեց Գյուրջինյանը վերջը։ Նվազ տղամարդ կանց։ Ճիշտն ասած կնոջը ծառայող։ Ճիշտն ասած չեմ սիրում, որ երգը ներկայացնում են եւ ասում են Սուսաննա Պետրոսյանի երգը։ Սուսաննա Պետրոսյանի երգացանկից երգ, որը ունի Մարտին Միրզոյան, ով գրել է երաժշտությունը ու Ավետ Բարսեղյան։ Շնորհակալություն ձեզ այս երգի համար։ Իսկ հիմա երգին։ Իվետա ջան, գիտես ինչ, շատ հետաքրքիր մատուցեցիր երգը եւ շատ դուրս եկավ մի բան, որ դու ոչ մի բանով չնմանացրեցիր Սուսաննա Պետրոսյանին։ Ընտրեցիր լրիվ ուրիշ մատուցում այս երգի եւ արեցիր դա, բայց դուք մնում եք արդեն 6 հոգի եւ մենք պետք է ավելի բծախնդիր լինենք եւ ասենք այն ամենը, ինչ որ իսկապես լսում ենք, այսօր ինտոնացիոն մի փոքր ես լսում եմ տատանումներ եւ ինձ թվաց, որ մի քիչ շատ նստացրեցիր երկը սենց ներքևի ռեգիստրի վրա, էլի այդ խոսքը ասում եմ Ավետ ջան, դե կներես։ Իմ ու Գորի սիրելի խոսքներ, ռեգիստր։ Չնայած էլ եմ ասում, որ քո մատուցումներ ու պատկերացրա, որ շատ դուրս եկավ այդ քո կատարումը։ Ինքը ավելի սենց ուշ կար եւ հասցրեցիր երկը, հասցրեցիր դաժե այդքանով, որ շատ ժամանակ ես զգում եմ, որ հասնում է ու այնտենց է հասնում, որ ազդվում եմ անգամ ձայնից, որտեվ այդ ուժգնությունը սենց գալիս է ու սենց խփում է, այս սենց բրդում է քեզ մի փոքր, կներես Արվին ջան, ես շնորհավորում եմ, իսկապես աչդ շատ է զգացվում եւ ուզում եմ մի բան էլ ասեմ, որ մենք մի բան ասում ենք, եթե մենք ասում ենք կոնկրետ ես խոսում եմ քո երգի մասին ու ասում եմ, որ լավ կատարում էր, դա վերաբերվում է մենակ ու մենակ ձեզ, то есть մենք միշտ խոսում ենք ձեր մասին, ոչ թե ես համեմատում եմ օրինակ Գորին եւ Ֆրեդի Մերկուրին, հա։ Ես եթե ասում եմ լավ կատարում էր, ես դա ասում եմ, որ Գորը իր հնարավորության համար դա շատ լավ ելույթ ունեցավ, հիմա նույնը քեզ եմ ասում։ Շատ լավ ելույթ էր, որտեվ յուրահատուկ կատարում էր։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Շատ տարբեր մատուցումներ այս համարը։ Սա երևի առաջին անգամն է, որ ասենք ինչ-որ մի հատ երգ ուրիշ վերսիայով է ներկայացվում եւ իմ դուրը գալիս է այդ մատուցումից, որտեղ ինքը ուներ մի հատ լրիվ ուրիշ ուղղվածություն։ Ես կուզենայի տեսնել մի քիչ նաեւ շարժում։ Քո մոտ կանգնած այտենց տարբերակը, որ ասենց ուղի կանգնում երգում է, շատ լավ է ստացվում, բայց արդեն պետք է սկսես մի քիչ շարժվել։ Ես հասկանում եմ, որ դա ուզում ես վոկալը շատ մաքուր ընչի, չես ուզում ուրիշ շարժումներ անես անցյալ համարների փորձից, բայց կուզենայի արդեն կամաց շարժվել մի քիչ։ Մերսի։ Շնորհակալություն, Գորին լսենք։ Ինձ է շատ դուր եկավ քո այդ քայլը, որ դու որոշեցիր, այսինքն ես չգիտեմ ճիշտ ասած, դու որոշեցիր, թե դուք որոշեցիք, շորը որոշեց, այդ էլ վերսիա կա։ Ես որոշեցի։ Ինձ շատ դուր եկավ քո սիրում եմ չեմ սիրումները այդ շարքը ու կարելի չերքեր դրանց հետո արդեն, որտեվ լավ ասեցիր ամեն ինչ։ Ինչ վերաբերում է երգին, ինձ մի քիչ թվաց, որ ձայնդ մի քիչ արհեստական էր, ես չգիտեմ ներքևի ռեգիստրման, ինձ ուղղակի թվաց, որ քո ձայնը չէր, վերջի 2 տողը քո ձայնով երգեցիր եւ դա ինձ շատ դուր եկավ։ Միգուցե դա այն սիրո հիշողություններն են, չգիտեմ ինչ, մեծն գերմանացի փիլիսոփա եւ գրող Գյոթեն, հայրը մի քիչ փշակաղվեցին բոլոր, ասել է, որ կարելի է ուսումնասիրել եւ սովորել միայն այն, ինչը սիրում ես։ Եթե դու չսիրելով ինչ-որ բան քաղել ես եւ կարող ես ուսումնասիրել, դա շատ լավ է։ Շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։
Շնորհակալություն, դժվար թե այս կտորի քանակով դու գաս հասնես ինձ մոտ, ես կգամ հասնելու քեզ մոտ ու հարցնելու։ Սիրահարված է արդյոք հիմա Իվետան։ Ոչ։ Բայց որտեղից այդքան հուզականություն, այդքան սեր։ Իմ սրտի մեջ նստած է։ Ով։ Կարևոր չի։ Շնորհակալություն նրան։ Կանաչ սենյակում երրորդ մասնակիցը Նարայի հետ զրույցի է բռնվել։ Ինչպես տեսնում ես Հայկ Պետրոսյանը, նա այսօր կատարելու է քամի երգը։ Այս երգը հին պատմություն ունի, բազմիցս հնչել է տարբեր կատարողների մեկնաբանությամբ, Ռուբեն Հախվերդյան, Հարություն Փամբուկյան, վերջերս նոր շունչ է տվել Սարգիս Մանուկյանը, իսկ մեր Հայկը որոշել է իր նոր մեկնաբանությամբ ներկանալ։ Նոր մեկնաբանություն է, չէ՞ լինել։ Խոսքը քամի երգի մասին է։ Այո, քամի, ես ասացի։ Ճիշտ ասած, որտեղ ինչ որ մի առանձնակի նորություն չկա մեջ, չէ՞, ուղղակի մի քիչ երաժշտական ձևավորումն են փոխել, երաժիշտների շնորհիվ օգնությամբ եւ մի երկու տեղ տեքստային փոփոխություն եմ մտցրել, որ ավելի իմ սրտից լինի երգը։ Ես քեզ մաղթում եմ հաջողություն, Հայկ, ավետ կարող ես դիմավորել Հայկ Պետրոսյանին։ Մեծ հաջողությամբ սպասում ենք Հայկին, անմիջապես նրանից հետո, երբ հասկանանք ինչն է նա սիրում եւ ինչ չի սիրում։ Շատ սիրում եմ իմ ընտանիքը, մեր ընտանեկան հավաքներն եմ շատ սիրում։ Սիրում եմ շատ իմ փոքրիկ քրոջ հետ դաշնամուր նվագել միասին։ Սիրում եմ նայել թե ինչպես է նա մեծանում, շատ անսովոր է։ Շատ սիրում եմ այն եւ գնահատում, որ ես կարող եմ ծնողներ հետ նստել եւ մինչեւ առավոտը ժամ 6-ը զրուցել ինչպես ընկերներ։ Դա մեծ երջանկություն է։ Շատ սիրում եմ, երբ հորաքույրս ինձ զանգարում է ու ասում է Հայկ ջան, արի այսօր հատուկ քո համար չամիչով փլավ եմ սարքել, շատ եմ դա սիրում։ Շատ սիրում եմ, որ իռատիոսյան տատիկից քույրը զանգարում ասում է Հայկ ջան, արի հատուկ քո համար պերաշկի եմ սարքել ու ասում որ ես մանկուց չգիտեմ խի միշտ ասում եմ որ իմ կինը պետք է իռատիոսիայի պերաշկները սարքելի մնա, թե չէ մեր ամուսնությունը կարող է կասկածի տակ դրվի։ Ես չեմ սիրում ամառվա շոքերը եւ մոծակներին։ Ես չեմ սիրում, երբ մարդիկ հասնում են հարգանքի եւ հեղինակության փողի միջոցով, ֆիզիկական ուժի միջոցով, իրենց թիկնապահների ֆիզիկական ուժի միջոցով։ Ես չեմ սիրում Հայաստանում ապրող մի մաս հարուստ պապա-մամաների հղբացած զավակների վարքը։ Ես չեմ սիրում չափից դուրս շատ ճշմարտախոս մարդկանց, որովհետեւ կարծում եմ կան բաներ, որոնց մասին կարելի է լռել կամ գոնե ուրիշ ձև հասկացնել։ Չեմ սիրում անտարբեր մարդկանց։ Շատ սիրում եմ ընկերներիս հետ զրուցել, շփվել, որովհետև ամեն անգամ մենք մանկության ընկերներ ենք, բայց ամեն անգամ իրար համար նոր ենք էլի կիսելու, ասելու բան ենք իրար հետ։ Շատ սիրում եմ Երևանի աղջիկներին, որովհետև շատ սիրուն են։ Ես երբ Փարիզից վերադարձա, ուղղակի ապշացի, որովհետև Երևանի կենտրոնում քայլում եմ, ինձ թվում է 10 քայլում եք, ես կսիրահարվեմ։ Չեմ սիրում սպասել, չեմ սիրում երբ ես եմ սպասեցնում։ Ես իմ կյանքում սպասեցրել եմ արդեն իմ մարդու եւ դա լավ չավարտվեց։ Փարիզում կոնսերվատորիայում գոյություն ունի երաժշտական գործիքների թանգարան, դրանցից մեկը 17-րդ դարի շատ հազվագյուտ մի կիթառ է, որի վրա գրված է նրա վարպետի անունը՝ վենետիկցի Կրիստոֆո Կոկկո։ Ես չգիտեմ ինչ անուն է գրվելու նրա կիթառի վրա, բայց որ նա Փարիզում եղել է ու դրա շունչը մենք 7 համերգ շարունակ տեսնում ենք, դա ակնհայտ է, երգում է Հայկ Պետրոսյանը, դիմավորեք։ Լուսնի աղոտ արտացոլում աչքերիդ մեջ դեմքիդ ժպիտը հուսահատ հույսերին վերջ Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում ու իմ սերը պոկված ճյուղի նման օրորվում է աշնան կամուց աշնան Օ կամի պոկիր իմ սերն առնասավի հետո համբուրիր բրոկված հեղեմը ծարին թող վերքը ծավ չպաճարի Ծարին թող ծավ չպաճարի թող վերքը ծավ չպաճարի Ծարին թող ծավ չպաճարի Ախտոնել լացեղիր դետեկուս ձայնանիր այդպես մի նայիր Ախտոնել լացեղիր դետեկուս ձայնանիր այդպես մի նայիր Աստղերը բասերերը
մեզ վրա մի սպանեք ձեր սերը դուք երկրորդը էլ չեք ունենա Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում Իմ սրտում այսօր մի նոր վերք է ավելանում Պլուս մի աղով արտացոլան Աչքերիդ մեջ Դերքիդ շպիտը հուսահար Հույսերին վերջ Օ կամի պոքիր իմ սեն առասավի Հետո համպուրիր բլոկված կեղևը ծառի թողվեկը ծավ չպաճարի Ծառի թող ծավ չպաճարի թողվեկը ծավ չպաճարի Ծառի թող ծավ չպաճարի Ախ կոնել լասերի դետեգուս ձայնանի Բայց այդպես մինայի Ախ կոնել լասերի դետեգուս ձայնանի Այդպես մինայի Աստղերը չրել են աշերը Ունայում է ապշած մեզ վրա Մի սպանեք ձեր սերը Դուք երկրորդը էլ չեք ունենա Աստղերը բացել են աչքերը Ունայում է ապշած ինձ վրա Ես իմ մեջ սպանեցի իմ սերը Ու երկրորդը դժվար թե ունենամ Բայց դուք, գոնե դուք մի սպանեք ձեր սերը Դուք երկրորդ էլ Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր Հայկ Պետրոսյան և Արմին Քոչարյանի կարծիքը համարից։ Սա էլ կրկնվելու այս մեր հերթական անկեղծ շփումը Հայկի հետ։ Ես նստած ժամանակ, որ երգում էի, շատ հետաքրքիր վերսիա էր դա, մինչև կանգնելը մի քիչ հասկացա այդ մասերը նորեն ինչ եղավ։ Ընդհանուր կարամ ասեմ ոչինչ, տենց շատ լավ համար չէր, շատ վատ համար էլ չէր։ Իսկ մի հատ անցել անգամ դու ասացիր Սլուխով տղա ես ինչ-որ և վոկալի ինչ-որ դասեր փորձեր չես ունեցել։ Ես մի հատ բան ասեմ, որ դու ունես մի բան, որ հիմա շատերի մոտ դա բացակայում է, ներկա այդ մարդիկ, որ բեմ են բարձրանում և դա բեմ հասկացողությունն է։ Դու գիտես բոլոր գաղտնիքները, բեմի վրա ընդհանրապես կոմպլեքս չունես Եվ իմ խորհուրդն է, որ մի քիչ վոկալի վրա սկսես աշխատել, որտեղ արդեն այն մասը քո համար հասցրել ես մաքսիմալին։ Շնորհակալ եմ։ Հայկ ջան, ինչպես միշտ դու սիրում ես ինչ-որ հետաքրքիր բաներ մտածել յուրաքանչյուր երգի ժամանակ, յուրաքանչյուր ելույթդ ինչ-որ շատ հետաքրքիր մտածում ես ու մատուցում ես երգը լրիվ յուրովի, լրիվ քո ձևով որը մենք ոչ միտեղ, ոչ մի անգամ չենք լսել եւ իդեպ ասեմ, որ ինչ վերաբերվում է քո երգի էլի առաջի մասին, բաժանում ենք, հա, շատ գեղեցիկ վոկալ էր, զարմացա, իսկապես շատ գեղեցիկ, հոսում էր ձայնը, ուղղակի հոսում էր, բայց ես մի անգամ քո մի ելույթի ժամանակ ասեցի, որ դու լիդեր ես, ու դու պետք է մարդկանց սենց տանես դեպի առաջ ու այս երգի երկրորդ մասը ինձ թվաց, որ էլ ինչ-որ պրիզիվ էր քո մոտ, եկեք սիրենք, վերեք, չսպանեք, եկենք սենց ինչ-որ սենց չգիտեմ, միգուցե դա իսկականից ձև է, ու շատ լավ ձև է, դու եղել ես լիդեր, մնում ես լիդեր ու երևի կլնես լիդեր, կապ չունի, որ ասպարեզում,
даже призывать к любви, ты опять-таки призываешь, եւ քո ելույթը ինձ նմանացրեց, ինձ թվաց, որ ես հիմա ներկայդրությամբ, հա, գտնվում եմ ինչ որ թեատրալիզովանի, ինչ որ պաստանովկայի ժամանակ, ու այդ երգ գնում է ինչ որ կոնկրետ բեմադրության ժամանակ։ Ես չգիտեմ բեմադրությունը ինչ է, եւ ոնց է դու հետո ինձ կպատմես, բայց համենայն դեպս տպավորությունը ավելի շատ այդ վերսիա էր, քան թե կոնցերտն ինչ որ հետաքրքիր էր։ Ես նորից ուզում եմ սկսեմ Հայկի ինտերվյուից, ինչ սիրում եմ, ինչ չեմ սիրում, նորից ինձ դուր եկավ շատ, ուղղակի ուզում եմ ասեմ, որ ես ամուսնանում էի, ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում իմ կինը ինչ է կարող պատրաստի։ Ես այդ փոքր ժամանակ եմ ասել։ Հասկանում եմ։ Հիմա սիրում եմ ամեն ինչ որ պատրաստում է եւ շատ եմ սիրում Նաիրա Գյուրջինյանի պատրաստված չիբուրեկիները։ Մի ծափ տվեք, չեն կերել, չգիտեք։ Ես կերել եմ, գիտեմ։ Դե այդ եմ ասում, էլի չեն կերել, չեն կարող ծափ հարելի սրտեմ։ Հայկ ջան, ինձ թվաց, որ Շատ նախանդեսով։ Ինձ թվաց, որ այս երգը ոչ թե հանդիսատեսի համար էր, ոչ թե քո համար էր, այս երգը ուղղված էր ինչ-որ մի աղջկա եւ ինքը պետք է հասկանար դա ինչ է, շատ խիզախ եւ քաջ քայլ է, որովհետեւ կարող է քեզ մնացածը չհասկանան, ինքը հասկանա մենակ, բայց դրա մեջ նաեւ պլյուսեր կա շատ, ինձ թվում է, որ շատ կարեւոր է քո համար, որ ինքը քեզ հասկանա, մնացածը չհասկանան։ Գորդու նկատեցի՞ր դու երկրորդը հաստատ չես ունենա արտահայտությունը ոնց ասես։ Իմ մասին թե իրա։ Չէ, հա, ինքը, դե ես այդ եմ ասում, որ կոնկրետ ուղղված էր ինչ-որ մի անձին։ Եթե դա այդպես է եւ ես ճիշտ եմ հասկացել եւ իմ կյանքի փորձը ինձ չի խաբել, ուրեմն ռեզուլտատ замечательный, ամեն ինչ նորմալ է։ Եթե դու ուզում էիր համոզել մեզ կամ հերոստատիտողին, ինձ թվում է, որ այդքանը չի համոզեցիր, որովհետև եթե մենք սկսում ենք բարդի տեսքով ներկայացնել, ուրեմն պետք է շարունակենք, որովհետև իրոք, այ որ դու երգում էիր, ես գիտես ինչ մտածեցի մի պահ, որ շատ քիչ հայերեն երգերից է, որը որ կարար ֆրանսերեն հնչեր նաև, առանց ոչ մի խնդիր։ Շարլ Ազնավուրին ես մի անգամ աչքերս փակ պատկերացրեցի, որ այս երգը կարող էր երգել այդ կատարումով։ Բայց հետո որ սկսեցի հեղափոխական շարժումներ անել, ինչ որ, ես սկսեցի չհասկանալ այն սկզբի մասը ինչի համար է։ Վերջը, ինձ թվում է այդ աղջիկը ամեն ինչ կհասկանա եւ շատ կզղջա իր բոլոր սխալ քայլերի համար։ Ապրես։ Շնորհակալություն։ Ուզում եմ ամբողջ դահլիճով ինձ հետ նաև կանխավ ծափահարենք Նաիրա Գյուրջինյանի խոհարարական արվեստի բոլոր դրսևորումներին։ Հույս ունենալով, որ թե ես, թե Հայկը, թե մնացյալ մասնակիցները գոնե վերջում գալահամերգին կհամտեսենք են ինչ-որ գլումովը համտեսել է և դեռ ստամոքսն ունի իր հիշողությունը։ Ամբողջ դահլիճը չի հասցնի, Գյուրջինյանը այդքան չէ, այդքան չի կարող պատրաստի։ Հայկ ջան, շատ լավ հեղափոխական ես, ինձ կոնկրետ դուր է գալիս կոչերդ, ուղերձներդ, մանիֆեստներդ, ինչպես Գոռը ասաց, կոնկրետ մեկը, եթե կա հաստատ հիմա զարկերակը բռնած, ուզում եմ ասել, ոչ թե Գյուրջինյանի չէ բուրեկիլ, այլ քո ասած խոսքերը, աստղերը, որ չռեն աչքերը նայեն, այս մեր օրինակ հայ սուպերստարի վրա ուշադիր, ինչ կտեսնեն ըստ քեզ։ Կտեսնեն, որ մեր ժյուրի կազմում նստած է մի գեղեցիկ կին։ Ժյուրի կազմում նստած է գեղեցիկ կին, իսկ որ ձեզ, որ պլանով աստղերի չռը գա հասնի, քեզ, Ռաֆին, Գոռին, Իվետային, Ռայիսային, Սուրոյին, ինչու չէ նաև անցած մասնակիցներին, որ դուս ինչու չէ նաև անցյալներին, ինչ կտեսնեն աստղերը, ինչ։ Երիտասարդ երեխեքիդ են, որ ինչ-որ իրենց կյանքն են փորձում կառուցել ու օրեցօր հաղթարում են տարբեր դժվարություններ։ Տաղանդ, արդեն կա տարբերակ Ա, տաղանդ։ Մի խոսքով լավ բաներ կտեսնեն։ Լավն է կտեսնեն, վատն է կտեսնեն, աստղերը վերևից եւ ամեն ինչ տեսնեն։ Այ վատ ինչ կտեսնեն ըստ քեզ։ Կոնկրետ սուպերստարում։ Դե ես կոնկրետ չռը աստղերի սուպերստարի վրա եմ տանում։ Կտեսնեմ, որ սպանում ենք սերը, որ պետք չի։ Սպանում եք ում։ Եթե այս երկի աստղերն են, այս երկի աստղերը պետք է տենան, որ սերը սպանվում է։ Սերը սպանվում է։ Այ Հայկ ջան, ժամերով կարող եմ զրուցել այս երիտասարդների հետ, բայց ժամանակը
Ցավոք սրտի չի հերիքացնում զնակալություն եւ ցտեսություն։ Մենք ապրում ենք կանաչ սենյակ, 4-րդ մասնակիցը սպասում է սրտատրոփ մեզ եւ 4-րդ մասնակիցը Սուրյա։ Այո, Սուրեն Արուստամյանն է 4-րդ մասնակիցը, նա այսօր կատարելու է Էմպիրեի սև եւ սպիտակ երգը։ Խոսքը Ավետ Բարսեղյանի, երաժշտությունը Գիսանե Պալյանի։ Բոլորի ականջին նստած է Էմպիրեի կատարմամբ, բայց փորձերի ընթացքում ես նկատեցի, որ դու մի փոքր փոխել ես, երգը քեզնով ես դարձրել։ Կկարողանաս համոզել քո տարբերակը։ Ես շատ հավանում եմ Սարգիսը ոնց է երգում, շատ հարգում եմ նրան։ Ուղղակի նրա այդ վոկալային մաներան մի քիչ ավելի կլասիկ դասական ռոկային է, մանավանդ այս երգի մեջ։ Այս երգի մեջ ձգձգելով ֆրազաները բան։ Այդ իմ մեջ այդքան էլ չկա ու ես փորձեցի ինչքան հնարավոր է իմ ձևով երգեմ, իմ ձևով կատարեմ, ավելի, չգիտեմ, բլյուզային ոճի մեջ, պատրաստ եմ, ասենք, կոպիտ ասած ջուրի կողմից քարկոծման, որտեվ կարող է։ Ինչու ես նախապես ասում, կարող է եւ շատ լավ է ստացվում եւ ժյուրի անդամները շատ լավ ընդունում են քո տարբերակը։ Նկատի ունեմ։ Պետք չի այդպես տրամադրվել համենայն դեպս։ Ուսանք լավ։ Լավ, օրինակ ինչ չես երգի։ Իմ աղբերը ջան, դա հաստատ չեմ երգի այն երգերը, որի երգելու ժամանակ ու ասենք ոչինչ բան չեմ զգա ինչ-որ։ Ոնց հասկացա այդ կերքի թե չէ։ Չի երգի։ Չէ, Ոչ, բնականաբար չի երգի։ Լավ, իսկ բեմում ավելի շատ էմոցիոնալ ես առաջնորդում, թե տեխնիկապես ես քեզ ավելի դրսևորում։ Որն է գերիշխում, էմոցիան թե առաջնայինը էմոցիոնալ վիճակն է, բայց տեխնիկան օգնում է, որպեսզի էմոցիաները լավ դրսևորվեն։ Քեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալություն։ Ավետ կարող ես դիմավորել Սուրեն Արուստամյանին։ Մեծ հաջողությամբ ես էլ դահլիճն էլ ջեմ ծափարություններով կդիմավորենք Սուրոյին։ Ինչ է սիրում Սուրենը եւ ինչից է զզվում։ Ամենաչսիրածս բաներից մեկը եւ սուտն է։ Երբ որ մարդիկ խափում են, երբ որ վստահությունը չարաշահվում է եւ սկսում են խափել, նամանավանդ եթե այդ մարդը հարազատ մարդ է։ Չեմ սիրում, երբ որ խաղում են զգացմունքների հետ, թե կլինի դա աղջկա կողմից, թե կլինի տղու կողմից, կապ չունի, ամենաչսիրածս բաներից նաեւ դա օրինակ չեմ սիրում գայլ տեսակը, գայլերին չեմ սիրում, որտեվ ասեմ խի, որտեվ գայլը մենակով ոչի բան չի կարող անի, իսկ երբ որ ասենք օրինակ 30 ոհմակ ալնում, օրինակ 30 հատ գայլ, նոր ինչ-որ բան կարողանում են անել, նաև կա այդպիսի մարդկային տեսակ, երբ որ մարդը ինքը մենակով իրանից ոչի բան չի ներկայացնում, իրան պետք է մի 30, 40, 50 հոգի, որ ինքը կարողանա ինչ-որ բան անի։ Դա նաև նույնպես ամենաչսիրածս բաներից մեկն է մարդկային տեսակը, այդ տեսակը շատ չեմ սիրում։ Շատ բաներ կան, որ կարելի է թվարկել, թե ինչ չեմ սիրում։ Օրինակ շատ եմ սիրում ծնողներիս, շատ եմ սիրում ինձ հարազատ մարդկանց, ընկերներիս։ Սիրում եմ երաժշտությունը, սիրում եմ երբ որ գիտարով մենակ, ինչ-որ լուր տեղ նստած եմ լինում նվագում, ասենք կամացի երգում եմ, պատկերացնում եմ ինչ-որ բան, սիրածս բաներից մեկն է։ Եթե հնարավորություն լիներ ես էլ ձայնագրվեի ինչ չեմ սիրում կամ ինչ սիրում եմ, հաստատ մի բան կհիշեի, որ չեմ սիրում, երբ 30 հոգով մեկի վրա են հարձակվում, որովհետև տղու ջանից կապտուկները անցնում են, բայց հոգու դեգեներատությունը մնում է հավերժ։ Երգում է մեր տաղանդավոր կիթառահար Սուրոն, դիմավորեք։ Քո աչքերը որ ուշերից են քո մտքերը խեն որտեղից է հուրը քո հոգու որտեղից է սիրտը որ լույսերից է քո
ույսերից է երազները քո որտեղից է հուրը քո որտեղից է սիրտդ սև ու սպիտակ կեղծ ու շիտակ ես չեմ կարող տարբերել մեղք ու զղջանք դու անցանք իմ մեջ են լուր կանվել իմ վերքերով սիրտս կռով էլիս չի ենթակվի որ մոլորակն է քո պաշտպանը և որ շտակն է պապանը քո որ քամին է քեզ բերվի որ ժամին ես վարկյան սև ու սպիտակ կեղծ ու շիտակ ես չեմ կարող տարբերել մեղք ու զղջանք դու անցանք իմ մեջ է լուր խառնվել իմ վերքերով սիրտս կռով էլիս չի ենթակվի երբեք ես չեմ կարող տարբերել մեղք ու զղջանք դու անցանք իմ մեջ են լուր խառնվել իմ վերքերով սիրտս կռով էլիս չի ենթակվի մեղք ու զղջանք դու անցանք իմ մեջ են լուր խառնվել սև ու սպիտակ Արդեն լավ է, եթե խոսք չկա։ Իսկապես որ խոսք չկա, որտեղ սենց ինչ-որ գնացի ուրիշ տեղ ու շատ դժվար վերադարձա։ Սուրեն դու այնտեղ խոսում էր կարգոցելու մասին, չհասկացա թե ինչի համար։ Իդեպ ասեմ Էմպիրեի խմբի մոտ կան մի քանի երգ, որոնք ես իսկապես շատ եմ սիրում։ Դա սև ու սպիտակն է, Որոգայթի երգը, կան երգեր, որը իսկապես ուր են։ Եվ ես չի պատկերացնում, որ բացի Սարգիսից ինչ-որ մեկը իրավունք ունի կամ ընդհանրապես կկարողանա կատարի և դու լրիվ նոր շունչ տվեցիր այս երգին, լրիվ ուրիշ ձև երգեցիր և ես համոզված եմ, որ այս երգը կարող է ապրել երկու վերսիայով, համ Սարգիսի վերսիայով, համ քո տված վերսիայով, որտեղ ես մտածում եմ, որ ինքը նոր կյանք ստացավ, նոր շունչ ստացավ և մեծ հաճույքով, եթե հնարավորություն լինի, եթե այս երգը ձայնագրվի քո կատարմամբ, ես շատ մեծ հաճույքով այդ երգը կլսեմ։ Ինչպես Սաքոյի կատարմամբ, այդքան էլ քո կատարումը շատ մեծ հաճույքով միշտ կլսեմ։
Եվ ուզում եմ ասեմ, որ ինտերվյուի ժամանակ այդ քո խոսքը, քո համեմատությունը, որ դու տարար, հա, գայլերի մասին, որ խոսացիր, միայն այդ քո մտքի համար քեզ կարելի է հարգել եւ սիրել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արվին։ Ինձ շատ դուր եկավ կատարումը։ Մի քիչ դուր չեկավ վոկալի պահեր կար, որ հիմա ես կբացատրեմ ինչի է տենց եղել։ Առաջի անգամ ինձ թվում է հայ սուպերստարի շրջանակներում մի հատ կատարում տեսանք, որ բողոք կար մեջ։ Դա թողնենք այդ ֆալշերը, թողնենք, ասենք, ինչ-որ պստիկ ընթերություններ, այդ բողոքը, մարդիկ, որ չգիտեն բողոք ինչ է երաժշտության մեջ, չգիտեն ռոքի բողոքը որն է, այս բողոքն է, ապրես։ Շնորհակալություն։ Իդեպ ուզում եմ ասեմ մի բան, որ կատարումը քեզ берет, когда за душу исполнение, որ սենց քեզ վերցնում է ու դու չես կարողանում սենց արթնանաս ոնց որ, հա, դու այդ ժամանակ շատ բաներ ուղղակի ոչ թե չես նկատում, այլ էական չէ այդքան այդ ֆալշերը, ես դրա համար ես դրա մասին ընդհանրապես չխոսեցի, որովհետև կան մոմենտներ, որը իսկապես ոչ մի կապ չունեն։ Կարևորը որ դու մտար սրտի մեջ ու մնացիր։ Ես ուզում եմ ասեմ, որ այն մարդիկ, որոնք որ տեսել են Ջիմի Հենդրիքսի կատարումը Վուդստոկում, կհամաձայնվեն իմ հետ, որ այնտեղ շատ ֆալշեր կա, բայց Ջիմի Հենդրիքսը 300,000 հոգի վեկալում է, ասենց ձեռը մեջ հավաքում է, հետո ասենց բաց է թողում, ասում է գնացեք, ոչ մեկ չի գնում։ Ապրես Սուրեն ջան, շատ դուրս եկավ կատարումդ։ Շնորհակալություն։ Հետաքրքիր յուրովի ներկայացրեցիր, ես հույսով եմ, որ ժամանակ կգա եւ դու քո խմբի հետ միասին կնվագես եւ կերքես բլյուզը հայերեն, համոզված եմ, որ հայերեն կարելի է բլյուզ երգել եւ քո մոտ դա կստացվի։ Ինչ վերաբերվում է գայլերին, ես գայլերին տեսել եմ բնության մեջ, շատ հպարտ կենդաններ են, իսկ այն մարդկանց, որոնց դու կոչեցիր գայլ, պետք է շակալ կոչել, ոչ թե գայլ։ Ով որ հորատիզում ծառայել է գիտի, այդ ինչ զզվելի կեղտոտ, վախկոտ կենդաններ են, պուչուր, հերվից հիմար ախմաղ ձեներ են հանում, բայց որ մի 30, 40, 50 հոգել չէ, այտենց, չգիտեմ, ընչիկ հավաքվում են, հաբրգում են մի քիչ, բայց դա միջև են ժամանակ, որ մեկը ավտոմատը հանում է և կրակում է իրանց կոնվերջ, փախնում են բոլորը։ Դրանք մարդիկ չեն, դրանց մոռանում ենք, անցնում ենք, ինչ վերաբերում է կատարման, ապրես հերթական անգամ զարմացրեցիր և Արվին հետ շատ համաձայն եմ, որ ռոքի մեջ պետքա բողոք լինի և դա պետք չի, որ լինի արեստական, բողոքը պետքա բխի, ու եթե մարդը ուզում է գոռա, ինքը պետք է գոռա, եթե ինքը ուզում է լացի, պետք է լացի, եթե ուզում է ծիծաղա, պետք է ծիծաղի, իսկ եթե ուզում է մեկին ասի, որ ինքը հանասունը պետք է ասի, դա կյանք է, դա ռոք է, դա այն ազնիվ մարդու սրտի պորտքումն է, որը որ չկա էստրադային երգի մեջ, որ ամեն ինչ մույսի-պույսի է, և ես շատ շնորհակալ եմ Ավետին այս երգի խոսքերի համար, շատ եմ սիրում այս երգի խոսքերը։ Սուրեն ջան, համես եք այստեղ, ակումբներից մեկում No Any Pain կոչվում էր երգի անգլերեն վերսիան, և շնորհակալությունս նաև ուզում եմ հայտնել համ Սարգսին, համ Կիսանե Պալյանին, որ վստահեցին իմ բողոքներ լսելու։ Սև ու սպիտակը առանձին ապրող երևույթներ են, թե խառնված են կյանքում Սուրքը։ Ինձ թվում է խառնված են, որտեվ միշտ չի կարա մի գույն լինի, սենց մեկու մեջ ոնց որ սպիտակը գալիս է։ Եթե ինչ-որ սև է, եթե սպիտակ է, հակառակը էլ է, թե սպիտակ է գնում, միշտ մենց սև սենց գալիս է։ Սևը անպայման է կյանքում, որ հասկացվի սպիտակը ինչ է։ Ինձ թվում է պարտադիր է։ Շնորհակալություն։ Սուրեն Արուստամյանը, մեր նախագծի գիտարահարը։ Շնորհակալություն նրան և ճանապարհեք կանաչ սենյակ, ընկալելով 5-րդ մասնակցին, ով կանաչ սենյակում է, համեցեք։ Մեր 5-րդ մասնակիցը Ռաֆի Օհանյանն է։ Նա այսօր կատարելու է The Beautified Project Take My Hand երգը, վերցրու իմ ձեռքը։ Խոսքերը այս նախագծի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանի և երաժշտությունը The Beautified Project-ի։
Հիշեցնեմ, որ բանակում հեռուստասերիալում դուք լսում եք այս երգի սաունդթրեքը։ Երգը այն մասին է, որ վերցրու իմ ձեռքը եւ տար այս աշխարհից այն կողմ։ Դու քեզ տեսնում ես այդ բառերի մեջ, քեզ տեսնում ես այդ երգում։ Չէ, ես չեմ ուզում աշխարհից այն կողմ գնամ։ Ես քեզ հաջողություն եմ մաղթում եւ ցանկանում, որ դու այդպես լավ մատուցես քո երգը եւ դրական լիցքեր հաղորդես մեր շատ սիրելի հեռուստադիտողին։ Ավետ կարող ես դիմավորել։ Դիմավորում ենք Ջերմ, ինչ է սիրում Սիրիայի մեր բնակիչը հայ սուպերստարի։ Այս նախագծի շրջանակներում մենք մի անգամ ենք ունեցել այսպիսի ինտերվյու, որտեղ կյանքի մասին էի խոսում ես թե ինչ ու ասացի, որ եթե ապրում ենք, ուրեմն սիրում ենք կյանքը ու սիրելու բաները ռանկինգները եթե դնենք, այսինքն դասավորությունը, հերթականությունը 1 առաջինից մինչև բան, ինձ համար առաջինը երևի կյանքն եմ սիրում ես, եթե ես կյանքում ապրում եմ, առաջինը ամենաշատ սիրում եմ կյանքը, դե բնականաբար, քանի որ երգում եմ, նվագում եմ, սիրում եմ երաժշտությունը, սիրում եմ երգել, ես ավելի շատ օրինակ անկեղծություն ես կասեի ավելի շատ գնահատում եմ, քան սիրում եմ։ Ես ավելի շատ ասենք մարդկային արժեքներ կան, որոնք ես գնահատում եմ ավելի քան ինչքան սիրում եմ։ Օրինակ անկեղծությունը, ոչ երկերեսանիությունը, պարզությունը, բարիությունը ես դրանք հարգում եմ եւ գնահատում եմ։ Իսկ անցնենք այն բաներին, որոնք ես չեմ սիրում։ Ուրեմն ես ամենաշատ չեմ սիրում սպասել։ Այդ իմ բնավորության մի գիծն է, հաստ։ Ես ընդհանրապես չեմ սիրում, ոչ մի բան սպասել չեմ սիրում։ Իմ բնավորության մեջ նենց է, որ ես շատ անհամբեր մարդ եմ։ Ու այդ սպասելը, չգիտեմ, տանջանք է ինձ համար ահավոր ձևի։ Նույնպես էլ չեմ սիրում, որ ինչ-որ միտեղ են գնում, թեկուզ ես ժամանակին չեմ գնում, այդ էլ չեմ սիրում ու նեղվում եմ դրանից։ Ասում են առաջին գործիքները եղել են հարվածային գործիքները, հին ժամանակներից դրանք օգտագործվել են որպես ազդանշանային գործիքներ, ծիսական ռիտուալ պարերի ժամանակ, ռազմական արշավների և կրոնական ծեսերի ժամանակ, 1990 թվականին թմուկը դարձավ ամենից մասսայական գործիքներից մեկը, սովորաբար օգտագործվում է ջազ և ռոք ժանրերում։ Մենք այս ժանրն ենք ընտրել այսօր, ռոք, փոփ, ռոք, թմբուկներն ազդարարում են, գալիս է Ռաֆին։ So many times, and I know this can't be the end. You've known me for so many years, but I've changed living into despair. When I'm sitting on my own in a corner of this room, that's when I feel ashamed. That's when my heart feels so. When I'm sitting on my own in a corner of this room, that's when I feel ashamed. That's when my heart beats so. Whoa, whoa, whoa. Whoa, whoa. Take my hand and lift me up. I've been feeling so down. That's the way I've always felt, and somehow I've been so down. When I'm sitting on my own in a corner of this room, that's when I feel ashamed. That's when my heart feels so. When I'm sitting on my own in a corner of this room, that's when I feel ashamed. That's when my heart feels so cold. Whoa, 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 whoa. Take my hand, take me somewhere new. Away from here, far away from you. Creatures die, creatures lie. I take my toll on you. It's my only sin, my holy sin, as I'm leaning over you.
pain for so many times, and I know there's the beauty in Սաչի դաթարի ես երևույթը։ Դու խոսի, հագիստ խոսի։ Ապրես, Ռաֆի ջան, նախ և առաջ նախքան անդրադառնալ քո վատ և լավ կետերին, ուզում ողջունել իմ երկրորդ ընտանիքին, Beautified Project-ին, որ անդամներ ներկա են ստեղ։ Երկի հեղինակներին կնշես։ Lyrics-ը Անդրե Սիմոնյան, երաժշտություն Beautified Project և նաև Արմեն և Արլեն Շավերդյան, որ ստե նստած են, Կորյուն Բոբիկյան, Ռաֆի Ղազարյան։ Լավ, հիմա ես ժյուրի անդամ եմ։ Լավ էր։ Թե անցել անգամ, թե ես անգամ երկու հատ իմ սիրած երգերից արդեն կատարեցիր, տարբերություն որ անցել անգամ այդքան էլ դուրս չեկա, բայց այս անգամ գորն ասում, իշտ դրայվը փոխանցեցիր, ապրես։ Ռաֆի ջան, չգիտեմ ոնց ով, բայց ես ամբողջ երգի ընթացքում, չգիտեմ ինչ սենց ժպիտը անընդհատ դեմքիս էր, որովհետև այսօրվա համերգի երևի առաջի կատարումներ, որը բոլորին ստիպեց ժպտալ և դու ասացիր տժալ, չէ՞։ Այդ գորն էր, տժը արմավինիննա, իրանը ծկնա, ծկալնա։ Շատ լավ կատարում էր, շատ անկեղծ, շատ ուրախ ու իսկապես ես երգը, չգիտեմ ինչքանով դուք համաձայն եք իմ հետ, բայց ինձ թվում է այս երգը արդեն պետք է տաք ընդհանրապես Ռաֆիին, որ երգը դառնա Ռաֆի։ Սիրում եմ Գյորջինյանի մի անգամից սենց երկաթը տակ-տակ ծեծելու արարողությունը, տվեք, առաջի ձայնասկավարակի, առաջի երգը ինքը արդեն ունենա, տվեք, Անդրեն մեկա պրոդյուսերա, 6-րդն էլ այնք համելու, 8-րդն էլ, էլ ժամանակ չի ունենալու երգի։ Սյո, նվեր ստացանք, Ռաֆի ջան, կանակ տալիս ես, արդեն Արվինը երգը տվեց, Գյուրջինյանը չի բուրեկի կտխի։ Էլ ինչ ամեզ մնում։ Ես էլ ռադիոյում կտամ եթերը, Գյուր էլ կկանչի առավոտյան վաղ։ Եթե շարունակի իհարկե Ռաֆի նույն տեմպերով, մնաց հեծանիվը, դե դի արդեն ինձանից չի։ Ես էլ եմ ուզում հիշեցնել Շանթ հեռուստաընկերություն, Ռաֆին չունի հեծանիվ, գնալով դառնում է աստղ շատ սիրված, բայց հեծանիվ չունի։ Հայոց հարցը։ Իհարկե։ Բոլոր նրանք ովքեր տանը ունեն ամպետանի հեծանիվ, որը չեն օգտագործում, երկու ականի, կամ երկու հեծանիվ ունեն, մեկը օգտագործում են, մեկը չգիտեն որ աստղին նվիրեն, ձեզ անհեծանիվ աստղ։ Ռաֆի ջան, շատ եմ սիրում Beautified Project-ի ալբոմը, որից երկեցիր։ Անհամբեր սպասում եմ հաջորդ ալբոմին, այս երգը սիրում եմ յուրահատուկ ձևի մեջի կլավեշնիկի պրոյգրիշ, կլավեշնիկ ստեղնաշարային գործիք այդ պրոյգրիշի համար, որտև երևի Ռաֆին չգիտի մի հատ հրաշալի խոր կար կանադական Annihilator, շատ նմանեցնում եմ այդ պահը, շատ լավ երգեցիր, ինձ դուր եկավ, կարևորը որ պոզիտիվ կար, որտև այսօր ինչ-որ խնդիրների առջև ենք բոլորս կային է, մեկը հեղափոխություն, մեկը բողոք, գորը տժիկ,
Իվետան կարմիր շորով դուս այք է ինչ-որ բաներ ա տարապում, իսկ դուս եկար ուղակի ասեցիր, որ Ժորժ ջան, վերջը բոլորս երիտասարդ ջահել, ինչ անենք սեր աղեղի անց է գնացել, այլի կունենանք ոչինչ, ձեր կտուր և գնանք դեպի պայծառ ապագա։ Տենց է շարունակի, ու ես հավատում եմ, որ այդ պայծառ ապագայի վերջում հեծանիվ հաստատ կունենաս, մնացածը չգիտեմ, ապրես։ Մերսի։ Շնորհակալություն։ Ամեն ինչ ունենք մենք։ Եվ իսկապես, եթե ռոքը բողոք է, բողոքարկող ունենք, եթե ժպիտ է, ժպիտ ունենք։ Ռաֆի, որ երաժշտական գործիքն ես դու, ըստ քեզ։ Ես շատ եմ սիրում գիտար, Դու գիտար ես ասես։ Չէ, ես չէի ասի, ես գիտարում երևի ավելի շատ։ Ոչ թե որ սիրում ես, այլ դու ինքդ քեզ ասոցիացնում ես։ Երևի ջութակ ավելի շատ։ Ջութակ ես դու։ Ռաֆի, սիրայից։ Մեր վերջին մասնակիցը բնականաբար նա է։ Իրանը ներկայացնող Ռայսան։ Այո, Ռայսա Ավանեսյանը այսօր երգելու է Որոգայթ երգը Էմպիրեի, խոսք եւ երաժշտություն Գիսանե Պալյանի։ Ռայսա, երգը տղամարդու մասին է, ավելի ճիշտ ուժեղ մարդու, հա, այսպես անվանենք։ Դու քեզ ուժեղ մարդ ես համարում։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ ուժեղ մարդ եմ համարում, բայց աշխատում եմ ուժեղ մարդ լինեմ։ Իսկ ո՞րն է ըստ քեզ ուժեղ մարդը։ Այն մարդը, որ իր մեջ ունի լիքը սեր, լիքը բարիություն եւ կամք։ Լավ, շատ մարդիկ ունեն սեղանի գիրք, որը իրենք անընդհատ ժամանակ առ ժամանակ բացում են, ընթերցում են եւ հոգեպես սնվում են եւ կարիքը ունեն։ Այ դու ունես քո երգը, որը քոնն է եւ դու անընդհատ քեզ համար երգում ես։ Ես ունեմ այն երգեր, որ ինքս եմ իր հեղինակը։ Նույնիսկ հեղինակը։ Եվ շատ կուզենայի, եթե Ռաֆին հեծանի վա ուզում, ես էլ կուզենայի, որ իմ երգը Superstar-ում երգեի։ Մի օր դու խոստանում ես, որ կկատարես այն, եթե իհարկե հանդիսատեսը կամ հեռուստադիտողը ցանկանա։ Լավ, ես քեզ հաջողություն եմ մաղթում։ Ավետ, կարող ես դիմավորել։ Այսօր պետք է խոսամ այն ամեն ինչի մասին, որ սիրում եմ եւ չեմ սիրում, բայց մեկ քիչ դժվար է այդ ամեն ինչի մասին խոսամ, որովհետեւ շատ է եւ չեմ կարող տեղավորվեմ այդ մեր րոպեվա մեջ, որ ամենը ասեմ։ Բայց այն կասեմ, որ ինչ որ շատ կարևոր է իմ համար, ասեմ, որ սիրած բաներս ավելի շատ են, քան չսիրածները։ Ուրեմն պարզ է, սիրում եմ ընտանիքիս, սիրում եմ երգը, սիրում եմ երաժշտություն, առանց երաժշտություն չեմ կարող ապրեմ։ Սիրում եմ, որ իմ անունը սենց Ռայսա են ասում, որ Ռայս կարճ ասում են, չեմ սիրում էդի։ Սիրում եմ Ռայսա են ասում։ Սիրում եմ անձրևոտ եղանակը, արևոտ եղանակը չեմ սիրում, բայց անձրևոտը շատ եմ սիրում։ Միշտ սիրում եմ, երբ որ սենց առավոտը վերկանում եմ, այդ անձրևի այդ չխ-չխ այդ որ կպնում է պատանին, շատ եմ սիրում։ Չեմ սիրում, որ եւ որ ասենք միկրոֆոնը սանչեք ենք անում, ինչ-որ ուզում են տեսեն ձայնը կա թե չէ, ցած խփում եմ միկրոֆոնի վրա, այդ իմ ամենասիրած բանն է։ Սիրում եմ, չեմ սիրում կեղծ բաները, չեմ սիրում սուտը, անարդարությունը չեմ կարողանում տանել, ոչ թե չեմ սիրում, չեմ կարողանում տանել։ Եվ երևի այդքանը։ Մեր դահլիճում այսօր ներկա են մարդիկ, ովքեր մի մասնիկն են Որոգայթ հեռուստասերիալի, ձեր ծափահարությունները նրանց։ Հեռուստասերիալ Շանթի եթերում, որը առաջինն էր, որ ստեղծեց տարբերակ հայրենական արտադրության հեռուստասերիալի եւ երգ, որը շատ սիրվեց, ոչ պակաս քան ֆիլմը։ Հատուկ այս երգի կատարման համար մենք սեղնաշարային գործիքների վրա նվագելու համար հրավիրում ենք Գիսանե Պալյանին, երգի հեղինակին եւ իհարկե սիրով ասում, որ Իրանահայ այս աղջնակը փաստեց, որ տղամարդու կամ արական իգական սերի երգեր չեն լինում, եթե դա երգում է օրինակ Ռայսան, արդեն մեկա քեզ տղամարդա երգում, աղջիկա երգում, ինչա երգում, Ռայսան է երգում, դիմավորեք։
Ռայսա։ Բրավո, արդեն գոռում են ոչ միած ժյուրիների անդամները, այլ եւ դաղլիճը։ Ես ուզում եմ իմ սիրում եմ ու չեմ սիրում ասեմ։ Սիրում եմ, որ դու երգում ես։ Մերսի։ Երեխեք մի վարքյան։ Սիրում եմ, որ դու երգում ես։ Չեմ սիրում, որ դու երգում ես, ընդամենը մի երգ։ Շնորհակալություն։ Մերսի։ Շնորհակալություն։ Խոսիր, բարձր։ Այսօր կատարվեց ինչ-որ բան ինձ հետ։ Անցյալ անգամներ բոլորի ձերքի գլխի մազերը կանգնում է, այս անգամ իմս եղավ տենց։ Առաջի անգամ, սա պրեմիերա է։ Շատ ճիշտ երգ էր քո համար։ Մանավանդ իր բառերը, որ փնտրում ես քո ուղին դեպի տուն։ Ինձ թվում է գտել ես այդ ուղին եւ եկել ես տուն, բայց մնում է մի հատ բան, որ այն ինչ որ գտել ես կարողանաս լավ պահես։ Եվ չկորցնես այն ինչ որ ձեռք ես բերել։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ շատ հեռուից սկսեմ, նախ շնորհակալություն Որոգայթ սերիալի հեղինակներին, որոնք որ երևի թե շատ վերսիաներ կար սաունդթրեքի համար, ընտրել են այս երգը, որը որ առանձին կյանք ունի արդեն սերիալից դուրս, որը որ սիրված է, մարդիկ երգում են, եւ շատ ուրախ եմ, որ մեր հայկական սերիալներում ռոք է հնչում։ Կորյունի մասին ուզում եմ ասեմ, որ Դեյվ Լամբարդոն էր լրիվ այս երգի մեջ շատ դուրս եկավ։ Ռայսա ջան, շատ ճիշտ մատուցում էր շատ, որտեվ գիտեք ինչ կա, բաներ կան, որ թվում է քեզ, որ դրանք աքսիոմա են, այսինքն սա պետք է երգեր սակոն մենակ։ Շատ ուրախ եմ, որ այսօր Սուրենը դու Ռաֆին ինչ որտեղ կարողացաք ապացուցել, որ չէ, դուք էլ կարող եք եւ ոչ ավելի վատ ձեր տեսքի մեջ։ Շնորհակալություն, ապրես։ Շնորհակալություն, բարի ճանապարհ կանաչ սենյակ։ Մրցույթային մասը ավարտվեց, 6 երգ լսեցինք։ Սելիավ Սայդովներ, այս պահից սկսած ունենք 3 անակնկալ ձեզ համար։ Ոչ մրցույթային կարգով մեր սիրելի մասնակիցները ներկայացնելու են ձեզ զուգ երգեր։ Առաջին անակնկալը կոչվում է Իվետա և Սուրեն։ The Beautified Project խմբի երգացանքից։ Համեցեք։ See the light.
Take a look at this tired soul. You got me running out of control. Fake a smile so I can sleep. To fly with you in my dream. Oh. Melt away like summer rain. Wash away all my pain. I know it's a bit too soon to say, but I love you anyway. Oh, oh. Make a wish and make her true, yeah. Although it's not always true. He says he can see the light. I don't know, I must be Առաջին մեր անակնկալը զուգերքի տեսքով առաջին անգամ միասին հանդես եկան Իվետ Ամուկոչյանը և Սուրեն Արուստանյանը։ Բրավո, շնորհակալություն ձեզ։ Իհարկե կարծիք չի հնչում, բայց առաջին անակնկալը թող մեկնաբանվի, այսպես թե այնպես։ Ստացվեց արդյոք մեր էքսպերիմենտը, Գյուրջինյան։ Իհարկե ստացվեց, շատ հետաքրքիր դուետ էր, ես չէի պատկերացնում ոնց պետք է ձուլվեն Սուրենի եւ Իվետայի տեմբրային որակի ձայները, բայց համ երգն էր արտակարգ, համ իրանք այնց համահունչ էին, շատ հետաքրքիր կատարեցին ու հասկանում են ինչ էին անում բեմում, ոնց է, մի փոքր բեմադրություն էր եւ իսկապես դուետ էր, ամենակարևորը դա էր։ Գոր հավանեցիր։ Շատ սիրում եմ ես երգը, սիրո մասին այսենց է պետք գրել եւ սենց երգել։ Նաև պետք է, ոչ միայն այդպես, որովհետև սիրո մասին պետք է նաև շատ լուրջ խոսքեր գրել։ Ես ավետը միշտ այդ թեմայի վրա շեղվում ենք մի քիչ, ինձ դուր եկավ շատ, դուր եկավ որ Սուրենը եւ Իվետան իրոք այտենց ճիշտ ձևի ձուլվեցին եւ ոչ մի խնդիր չունեցան իրար հետ, երգի հետ, երաժշտության հետ եւ երաժիշտների հետ։ Շնորհակալություն ինձ դուր եկավ։ Շնորհակալություն Իգոր Գլոմովին, Արվին ինչ կասես դուք։ Ինձ շատ դուր եկավ, համարը Իվետան շատ լավ երգեց։ Սուրենը դրա բլուզ մոտիվները լրիվ մտցրեց երգի մեջ, որից Նայր ջան, ինձ դուր եկավ, ինձ վերջում հետ եմ ուզում ասել։ Մի խոսքով շարունակենք այս մեր ոչ մրցութային, այլ ժամանցային տարբերակը։ Ոնց եք ձեզ պատկերացնում Արմավիրը և Իրանը, օրինակ։ Ինչ-որ կերպ պատկերացնում եք։ Առաջին անգամ այս բեմում հանդիպում են Գոր Հարությունյանն ու Ռաիսա Ավանեսյանը Գիսանե Պալյանի «Այնտեղ» երգով։ Վալույսերը քաղաքի ինձ տանում են քեզանից լուր դեմքերն անցորդների հայացքներ անցյալի ես այսօր քո աչքերում կարդացի մի նոր գարուն լրությունն է խոսքը իմ խոստովանություն Գալիս եմ չեմ օգնում ինձ համար միակ ուղին քո լույսն է այս
Երբ հասնենք ես կտեսնեմ աչքերում քո խենթություն լռությունն է խոսքը քո խոստովանություն մի գնա քո աղետ սերը քո սերը տանում եմ ինձ հետ տանում եմ ինձ հետ այնտեղ որ յակտեր մեզ համար չկա սահման երազներ են ասահման այնտեղ ուսեն է երբ նորից վերադառնան ուշերի մեջ կմնան Ուշերի մեջ կմնան այնտեղ ուսեն է մեզ համար չկա սահման երազներն են անսահման այնտեղ ուսեն է երբ նորից վերադառնան ուշերի մեջ կմնան Երեք իսկականից դա ինչ-որ դա հրաշք էր Գոր People непревзойденный Я не знаю, как это по-армянски Դու անկրկնելի էի Դու անկրկնելի էի Գոր, ես այս ձևով ես քո ձայնը դեռ չեմ լսել Դու լրիվ տրվեցիր այս երգի մեջ Դու չգիտեմ, ձայնդ, ես չգիտեմ, դիապազոնը Դու հնչում էր այնպես ինչպես ոչ մի անգամ, ոչ մի երգի մեջ չէ հնչում Իսկապես, բրավո, երեխեք, արտակարգ, ամմոռանալի դուետ էր, ապրեք Շնորհակալություն Ես երևի թե գիտեմ գաղտնիքը Բոլորը գիտեն, որ Պարսկաստանում կա ատոմակայան Եվ բոլորը գիտեն, որ Արմավիրում կա ատոմակայան Երկու ատոմակայան իրար հանդիպեցին Եվ մեզ այսպիսի մեծ տոն պարգևեցին Շնորհակալություն Ինչքան կարևոր է ճիշտ երգը ճիշտ ժամանակին գտնել Ես մենակ մեծ մտավախություն ունեմ որ հետո երբ որ դուք սկսեք ամեն մեկը ձեր ճանապարհով քայլեք որ ճիշտ երգեր երգեք չընկնեք ես կողմ են կողմ էսա ձեր ոճը Գորջան հեսա քո ոճը հասկանում ես էլ ուրիշ բաներ պետք չի մտածել Հեսա այստեղ ոչ մի խնդիր չկա Ռայսա ջան դու էլ մենք չունենք այսօր Հայաստանում
քո տեսակի մեջ ռոք երգչուհի։ Ես խնդրում եմ մնաս այդ ոճի մեջ եւ մեծ ու մեծ հաջողությունների կհասնես հաստատ։ Շնորհակալություն։ Ay քեզի լուրջ դուետ։ Ay քեզի լուրջ դուետ։ Գորը չէ պատկերացնում ես կան արագ հասցնես խորհուրդները լսես։ Ինքը Սպունգ 2010։ Այնպես է կոչվում մոդելը գորի։ Գիտենք Սպունգ ինչ է, էսի լրի, որ էսի ֆիրմա Սպունգա։ Հա։ Արմավիրում շատ լավ համար էր։ Գոր եւ Ռայսա, մեր համար երկու էքսպերիմենտը երբ որ հեղափոխությունը բարի դրացիականության հետ հատվում են մի կետում, ամեն ինչ բալանսը է գալիս։ Հայկ ու Ռաֆի, տեսնենք ինչ է ստացվում։ Որ իր մոտ կանչում է ինձ կանչում կարոտ է մոռանալ ու չհիշել որ կադակար կանդում բարձրանալ երբեք չիջնել էլ երկի խավար ու մութ մի երկինք ու մի կամի որ ինձ տանում են դեպի վեր Թրջում դարձած վեթրիչքով ազատության հպատեն չողը ես եմ ինձ նման ազատ այս երկնքում երկրայի կյանքից հոգնած այն զոհը դու ես մորանալ չհիշել, որ կաղաքիր անդուր բարձանալ երբեք չիջնել, էլ երկրի խավար ու մութ մի երկինք ու մի կամի, որ ինձ տանում են դեպի վեր, դեպի լույս ու արև մի երկինք ու մի թրի Կապաններից երկնայի մեկնի մորանալ ու չհիշել Բարձանա երբեք չիշնել Մոռանալ ու չհիշել Բարձանալ երբեք չիշնել
երկնային մեկը միշտ մի երկինքում մի կամի որ ստանում է դեպի վեր դեպի լույս ու արև մի տղից որ կազատի կապանքներից երկնային մեկը մի Հայկ ու Ռաֆիկ, երկու ծայրահեղություններ մի կետում։ Շատ հետաքրքիր դուետեր, իդեպ ասեմ, որ վիզուալ շատ համապատասխանում եք, շատ գեղեցիկ եք երկուսով նայվում բեմում։ Եվ ամենահետաքրքիրը, որ դուք սկսել եք գտնել, գիտեք ինչ, արդեն ես լսում էի երկու ձայնի էլեմենտները ու շատ լավ էր ստացվում այդ երկու ձայնը երգելը ձեր մոտ։ Ինձ թվում է կարող ենք ունենանք այդպիսի դուետ, կարող ենք, մի քիչ էլ աշխատենք, մի քիչ ընդեղ որշում էիք մի երկու տեղ, բայց ընդհանուր սենց դրայվը կար, ամեն ինչ չկար, ես զգում եմ, որ երգը ահավոր սիրեցիք ու սենց իսկապես ամբողջ դահլիճը ձեր հետ միասին երգումներ ու տարում է։ Արվին, իսկականից ազատություն կար հիմա բեմի վրա։ Ինչի ձեր այդ մրցույթային համարների մեջ ես չեմ տեսնում այս ազատությունը։ Ինչ որ կենտրոնանում եք ինչի վրա։ Սա է հիմնական խնդիրը, սա է, որ պետք է ազատ լինեք բեմի վրա։ Չմտածեք ոչ մի բանի։ Տրվեք ազատություն եւ արդեն այդ ինձ թվում է։ Այսինքն մրցութային փուլը շատ ավելի լարված էր ըստ քեզ, քան այն ամեն ինչ կոչվում է անակնկալ ժամանց լավ տարբերակ։ Սա էլ է մրցույթ։ Գլոմով Երկու տղամարդ, որոնք որ քոչար էին բարում, բեմի վրա մեծ խնդիր ունեն, իրանց աղջիկ չհասավ։ Դե ինչ արած, հիմա պետք է տենց երկու տղամարդով քաշեք այդ ծանրությունը, գիտեք ինչ կա, ես երգի վերաբերյալ չեմ կարող ասեմ, որ ահա որ դուրս եկա, ուզում էի սեղանի տակ ընկնել չվեր կանայ, բայց ես էլ զգացի, որ ոչ ձեզ ոչ թե սազական, այլ ձեր նման ազատություն կար, այսինքն դուք ինչ-որ երևի իրարից եք այդ ազատության պակասները վերցնում, դիֆիցիտները և տալիս բեմի վրա։ Եթե միշտ այդ ազատ և անկեղծ լինեք, զրիտիլ ոնց է հայերեն։ Հանդիսատեսի հետ, երևի ավելի լավ կլինի։ Ազատ շարժում եք, ազատ թրվռում եք, ազատ նայում եք իրար վրա, ժպտում եք, երևի թե այդ էլեմենտները իսկապես բացակայում է։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ այս դուետները շատ մեծ դեր են ունենալու քվեարկության ժամանակ նաև, օրինակ ես մինչև հիմա ուրիշ մարդու անուն է ուզում տայի, հիմա լրիվ դուետներից հետո երբ որ կանխատեսում գրվես, փոխելու ես։ Այո, արդեն փոխվեց դուետներից հետո ուրիշ մարդու անուն եմ ուզում տամ, որտեվ իմ համար արդեն շատ կարևոր է, թե ոնց ինքը զույգի մեջ իրան զգում եւ կարողանում օգնի կամ բանանի ինչ որ հիմունք լինի, որը որ զուգընկերը իր վրա հիմնվի։ Շատ կարևոր փուլ է դա եւ դրան էլ է պետք սովորել, մաղթում եմ հաջողություն։ Ուրեմն ճիշտ էր այսօրվա օրը, ուրեմն շնորհակալություն։ Սիրելի ամսակողներ, բացի մրցութային փուլից մենք այսօր ներկայացրեցինք ձեզ անակնկալ 3 զուգերգ։ 6-ն էլ ներկայացան ոչ սովորական պայմաններում, ինչ որ մեկի հետ պարտնյորի զգացողության մեջ։ Շնորհակալություն բոլոր հեղինակներին այսօրվա հնչած երգերի։ Շնորհակալություն մեր ժյուրիի անկրկնելի անձնակազմին։ Հատուկ ծափահարություններով շնորհակալություն հայտնենք Նարային իր կատարած աշխատանքի համար։ Շնորհակալություն ևս մեկ անգամ մեր ամենալավ հանդիսատեսին։ Ջերմ հանդիսատես, որը սիրում է ռոքը, գնահատում է, ծափահարում է, հատկապես են երիտասարդ սերնդին, որ սկզբից մինչև վերջ երգում են բոլոր երգերը։ Իսկ հիմա ժամանակն է մեր մասնակիցներին բեմ հրավիրել։ Խնդրեմ մասնակիցներ։ Թող բարձրացվեն բոլոր պաստառները, բոլոր մասնակիցների համար։ Փառք Աստծո, բոլորի անուններ կարողանում ենք կարդալ։
Արվեք վերջապես այն հանդիսատեսի առջև, որի SMS-ներով է կամ մնում կամ գնում։ Շնորհակալություն մեր վեցնյակին։ Մենք ձեզ հրավերտ ենք տալիս, կհանդիպենք իհարկե Շանթի եթերում։ Իսկ երաժշտական գործիքներից ուզում եմ ասել, որ միակ գործիքը, որի ձայնը հնարավոր չէ վերարտադրել սինթեզատորով, անգամ ամերիկացիների եւ ճապոնացիների ջանքերով, դա մեր հայկական ծիրանափողն է, որովհետեւ մենք ուրիշ ենք։ Շանթի եթերում այսօր 4 կհանդիպենք։